Բուռն քարոզարշավից լարված ընտրություն ու գերլարված հետընտրական շաբաթը Գյումրիում փաստացի ավարտվեց ուրբաթ օրը Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան երկրորդ գրառմամբ։ Բավարար ձայներ կտավ Վարդան Ղուկասյանին, առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի ու որևէ պայմանավորվածության։ Մարտուն Գրիգորյանի գրառումը այդպես է եղել։ Մենք իրար չենք տեսել, այո, միանշանակ ինչ խնդիր ունեմ, ես ընդհանրապես լսեք, ես բարի մարդ եմ, ես թշնամություն չունեմ։ Փաստացի այն քաղաքական ուժերը, որոնք այսօր մտել են ավականի, բացի քաղաքացիական պայմանագրից, այդ 4 քաղաքական ուժերը, իրենք ներկայացնում են, մի մասը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի ճամբարը, մյուս մասը ներկայացնում է Սերժ Սարգսյանի ճամբարը։ Ընտրության հաջորդ օրը դեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական թվերը չէր հայտարարել, երբ անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 2-ը, Մայր Հայաստանն ու Իմ հզոր համայնքը հայտարարեցին կսատարեն երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր տեխնացու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Մնում էր Մարտուն Գրիգորյանի միանալ չմիանալու հարցը։ Հետընտրական լռությունը Մարտուն Գրիգորյանը խախտեց երեկոյան։ Վերահաստատում եմ ասածս, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Այդպես էլ չհստակեցնելով երկրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժին միանալու է, թե պնդում եմ, Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էին քաղաքը տանեին, երեք ուզում իմանալ, չենք թույլ տալու, գյումրեցիներ ջան, Մարտուն Գրիգորյանը իր ցենը պահելու է։ Գյումրիի ավականին բաղկացած է 33 մանդատից, բայց անցողիկ շեմը հաղթահարած 5 քաղաքական ուժից եւ ոչ մեկը մեծամասնություն չկարողացավ դառնալ։ Քաղաքագետները այդպիսի արդյունքը սպասելի են համարում։ Սա միայն Գյումրիին բնորոշ ֆենոմեն չէ, սա ընդհանրապես այսօր Հայաստանին եւ մեր հասարակությանը բնորոշ ֆենոմեն է։ Դա ցույց են տալիս բոլոր սոցիալական հարցումները, ՀՀ բնակչության 60%-ից, ընտրելու իրավունք ունեցող բնակչության 60%-ից ավելին չի վստահում եւ որևէ մեկ քաղաքական ուժի, ու դա առաջին հերթին ցույց է քաղաքական ճգնաժամի։ Այո, օրվա իշխանությունը ամենամեծ սոցիալական վստահություն համեմատած մնացած բոլորի հետ, բայց որևէ քաղաքական ուժ չունի Հայաստանում 50+1 ուրեմն ձևավորելու անգամ հնարավորություն։ Մենք ունենք անցյալ տարվա IRI-ի հարցումները, 61%-ը չի վստահում որևէ քաղաքական ուժի։ Իսկ ինչու այնուամենայնիվ այդքան բարձր տոկոս մարդկանց չեն վստահում։ Իհարկե, այստեղ քաղաքացիական պայմանագիրը իր մեղքի բաժինը ունի։ Շատ-շատերը դեռևս այս պահին էլ չունեն վստահություն, օրինակ դատա իրավական համակարգի նկատմամբ։ Հասարակության մի հատված տնտեսապես չի շահում այս վերջի ուրեմն բարեփոխումներից, որոնք իրականացվում են։ Շատ-շատերը, որոնք նախկին ռեժիմի հետ կապված են կամ ուղղակիորեն նախկին ռեժիմն են ներկայացնում, այսօր ազատության մեջ են եւ շարունակում են տիրապետել իրենց ռեսուրսներին, իրենց հարստությունը իրենց մոտ է եւ այլն, եւ դա նույնպես մարդկանց զայրացնում է։ Քաղաքացիական պայմանագիրը թեպետ ամենաշատ ձայնն է ստացել, բայց միայնակ իշխանության գալ չի կարող։ Ավականիում քաղաքացիական պայմանագրի մանդատները 14-ը կլինեն։ Վարդան Ղուկասյանին առաջադրած Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կունենա 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանի Մեր քաղաքը 6, Ռուբեն Մխիթարյանի Իմ հզոր համայնքը 3, իսկ Կարեն Սիմոնյանի Մայր Հայաստան դաշինքը 2 մանդատ։ 5-րդ անգամ դեպի քաղաքապետարան տանող ճանապարհը բռնած Վարդան Ղուկասյանը չէր կարողանա դառնալ քաղաքապետ, եթե Մարտուն Գրիգորյանը չմիավորվեր իր հետ։ Հավաքանու առաջին նիստում Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք։ Հաշվի առնելով ընդդիմադիր մյուս երկու ուժերի աջակցությունը, Գյումրիի նախկին քաղաքապետին եւս 4 ձայն է պակասում։ Սակայն, եթե առաջին քվեարկությամբ քաղաքապետի ընտրության հարցը չլուծվի, երկրորդ քվեարկությամբ արդեն քաղաքապետ հնարավոր է ընտրվել հարաբերական մեծամասնություն ստանալով։ Այս դեպքում Ղուկասյանին բավարար կլինի Գրիգորյանի ղեկավարած ուժի տված նույնիսկ 2 ձայնը։ Գրիգորյան-Ղուկասյան քաղաքապետ դառնալու այս պայքարը առաջինը չէր։ 2008-ին Գրիգորյանը պարտվել էր Ղուկասյանին։ Երկկողմ լարվածության պիկը 2013-ին էր կրակոցների ուղեկցությամբ։ Այսօր, երբ Ղուկասյանի քաղաքապետ լինել-չլինելու գնդակը բարի բուն իմաստով Մարտուն Գրիգորյանի դաշտում էր, Ղուկասյանը հայտարարում էր պատրաստ է նստել բանակցել։ Հիմա այնպես որ մենք սպասում ենք իրեն, այդպես հոյրեղբայրներ ունի, հայր ունի, բան ունի, իրեն խորհուրդ կտան, ինքն էլ արդեն 40 քանի տարեկան է, արդեն ինչքան գիտեմ թորնիկ ունի, բան ունի։ Քաղաքագետները կարծում են, ստեղծված իրավիճակում ինչպիսին էլ լիներ քաղաքական սցենարը, Հայաստանի երկրորդ քաղաքում քաղաքական ճգնաժամը շարունակվելու է։
Ճգնաժամը շատ բազմաշերտ հասկացություն է։ Այն որ հիմա կա հստակ ճգնաժամ, որտեղ չկա քաղաքապետ, դա մի ճգնաժամ է։ Այն որ կարա լինի քաղաքապետ, որը որ չունենա կայուն մեծամասնություն, դա այլ ճգնաժամ է։ Այն որ կարա լինի քաղաքապետ, որը ոչ միայն կայուն մեծամասնություն, այլ ընդհանրապես մեծամասնություն չունի, դա երրորդ տեսակի ճգնաժամ է։ Այսինքն ճգնաժամերը լինում են շատ տարբեր։ Այն որ Գյումրիում այսպես թե այնպես ճգնաժամը շարունակվում է, դա հստակ է։ Հիմա այստեղ հարցը թե ճգնաժամը ինչ խորությամբ եւ ինչ մակարդակով է շարունակվում։ Յուրաքանչյուր լուծում այս պարագայում լինելու է շատ, այսպես ասած, խարխուլ լուծում, այսինքն արդյունքները լինելու են ոչ կայուն եւ անընդհատ նոր ճգնաժամի առաջացման մեծ ռիսկ է լինելու։ Քաղաքագետների գնահատմամբ դա ակնհայտ էր դեռ քարոզարշավի ընթացքում, երբ տեխնացուների մեծ մասի խոսույթի ու ծրագրերի կենտրոնում ոչ թե Գյումրին ու գյումրեցիներ, այլ թիմ ընտրությունները ներկայացվում էր որպես կյանքի ու մահվան կռիվ։ Հիմնականում տեսնում էինք ապագաղափարական որոշակի մրցակցություն, ըստ էության ընդդիմությունը հաղթահարել է համապատասխան շեմը։ Նրանք շատ քիչ էին խոսում տեղական ինքնակառավարման խնդիրներից, շատ քիչ էին խոսում Գյումրու խնդիրներից։ Եթե խոսում էին 1-2 թեզ առաջ էին քաշում եւ որևէ հիմնավորումներ, թե ինչպես պետք է օրինակ այս կամ այն գործողությունը իրենք իրականացնեն, այս կամ այն ծրագիրը քաղաքականությունը չէր ներկայացվում։ Արեգ Քոչինյանի գնահատմամբ նույն պատկերը այսօր խորհրդարանում է։ Խորհրդարանը, որը որ հիմա ակտիվ է, դա խորհրդարան է ըստ էության առանց քաղաքական խոսակցության, առանց քաղաքական օրակարգի։ Հայաստանում ձևավորվող եւ ոչ մի քաղաքական օրակարգ չի ձևավորվում այդ խորհրդարանում։ Բոլոր քաղաքական օրակարգերը ձևավորվում են կամ իշխող ուժի ղեկավարի կողմից, կամ ընդհանրապես արտախորհրդանական ուժերի կողմից, կամ քաղաքացիական հասարակության կողմից եւ այլն։ Խորհրդանում միակ խոսակցությունը, որ լինում է, դա դավաճան թալանչի խոսակցությունն է։ Եվ ուրեմն եթե գալիք խորհրդարանական ընտրություններում այս կազմը չի փոխվում, ուրեմն որևէ հանգուցալուծման մասին խոսելը ավելորդ է, հանգուցալուծումը պետք է լինի խորհրդարանով։ Վերադառնալով Գյումրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերջնական արդյունքները հրապարակելուց հետո 14 օրվա ընթացքում է գումարվելու ավականու առաջին նիստը, որի ընթացքում էլ այսպիսով 13 տարի Գյումրին ղեկավարելուց 13 տարի անց Վարդան Ղուկասյանը կրկին կընտրվի քաղաքապետ։ Իրինամ Կրչյան, Հովհաննես Քյոսեյան, Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։